Մանկուց ինքնաբավ եք եղել։ Այո, միշտ։ Կլնից դեր դվրոցում, կլներ ես դվրոցում, կլներ դա փողոցում, միշտ ես իմ կարծիքը ունեցել եմ, բայց եթե իմ կարծիքը եղել ասխալ, ես ասել եմ ժողովուրդ ջան, ներողա մի տեղեք, չեմ հասկացել։ Ես առանց մեծ ուժ դնելու կարամ իմ սխալը ընդունեմ։ Առաջընթացի ճանապարհն է։ Եթե ես իրոք ինձ ապացուցում եմ, որ ես սխալում, իսկ ինչի չընդունեմ, որ երկրորդ անգամ նույնը չանեմ, չէ՞։ Երևի դից էլ է գալի իմ հանգիստ մոտեցումս, իմ հանգիստ ես հաճախակի, եթե ինչ-որ կոնֆլիկտային սիտուացիա է ստեղծվում, ինձ խնդրում են միջամտել, հա։ Դե առաջինը, որ տենում եմ ազերները սպիտակ, խալաթը վրետ, հանգիստ խոսալուց, ամեն ինչին հասելով, բայց չանելով իրանց հարթվում է, շատ եմ կարողացել դա անել, էլի, շատ։ Հեղինակությունն է, էլի անվերապահ։ Այս հաղորդումը նաև ավագ սերնդի համար է ու մասին, եւ երկրորդ շնչառություն է անունը, դուք եղել եք ձեր կյանքում էտապ, որ կանգնել եք, երկրորդ շնչառություն եք վերցրել ու հետո շարունակել եք։ Չէ։ Առաջինի մեջ եք դեռ։ Հələ առաջինի մեջ եմ, բայց այս վերջի տարի ու կեսը ոնց որ ռեանիմատոլոգ, անեստեզիոլոգ ինձ թվում է արդեն գնում եմ դեպի երկրորդ շնչառությունը, բայց դժվար թե ես էլ կարողանամ կամ ցանկանամ աշխատել այդ մասնագիտությամբ։ Վերջին հաշվով։ Դե այգի մշակելուց, խաղաղ, հանգիստ, դա հա, փետ կոդրելուց, փեչ վառելուց, ես իմ ձեռից շատ բան է գալիս, էլի, բացի նրանից ես դպրոցական տարիների մալար եմ աշխատել։ Էդ ո՞նց։ 10-11-րդ դասարանի ես բան էի, առաջներում կար շկոլա ռաբոչեի մալադյոժի, որը կոչվում էր Վիչերնիա։ Ավարտել եմ վերջի երկու դասարանից բանը, Վիչերնի դպրոց եմ ավարտել։ Իհարկե ձեր պարապել եմ, Էվատ մեր քիմիա էր, ֆիզիկա էր, ռուսկի պիսմեն է, ռուսկի էր։ Մամել պարապել։ Բայց ձեր ցանկությամբ էիք աշխատում, թե որ ազատ չմնայիք, թե փողի համար, հետաքրքիր է։ Ամեն ինչի համար։ Համ ստաժ ունեցա, որը ինձ առավելություն տվեց բժշկական ընդունվելուց։ 2 տարվա ստաժը հաշիվ բեր արդեն, էլի։ Համ այդ համ աշխատավարձ ստացա, համ ես իմ լուման, так сказать, տատիկիս հետ, հա։ Չէ, ես գոհ եմ։ Լավ դպրոց էր, բավականին շատ գիտելիքներ տվեցին, ճիշտ է, ես այդ 200-ական ռեպետիտորների հետ էի աշխատում, ես իմ աշխատավարձից հաշվին։ Դուք ասացիք, որ ես երբեք գիտելիքս ինձ չեմ պահել, միշտ կիսել եմ, տվել եմ, ասացիք, որ 1.5 տարի առաջ էլ ոնց որ տվեցիք երիտասարդներին դուրս եկաք եւ հիմա էլ մեկ-մեկ որ նեղն ընկնեն, ձեզ կզանգեն, սերունդների տարբերության մասին խոսենք, ձեզ հեշտ է երիտասարդների հետ եղել, աշխատել, հարաբերվել։ Շատ։ Ես շատ հեշտ եմ իրանց հետ աշխատում։ Ես ունեմ ունակություն լսելու։ Կանչում եմ իմ առանձնած սենյակը, մենք ջայլներից 1-2 հարց եմ տալի, yani ուզում եմ տենամ արժանի չի, բայց դե արդեն հարցը լուծված է, ոնց ասեմ ձեզ, раскручиваю։ Սկսում եմ պատմում են, իրանք են պատմում, հետո ես իմ պրակտիկայից մի բան եմ պատմում, իրան ինքը որ պատմում, ասում, բա ինչ ես խոսում, իմ մոտ էլ sense մի բան ա եղել, էս ա եղել, այն ա եղել։ Ու մենք երևի գիտեք ինչ կանեն ցալում միջև 45, միջև մի ժամ, այդ ջայլի հետ շփվում եմ։ Ու խոսալու մեջ, խոսքի մեջ ես շատ մասնագիտական բան եմ իրան տալի։ Ես մի բան ասեմ, որ հայ վրացական սիմպոզիում ենք կազմակերպել 29 հատ 29 հայ վրացական մենակ սիմպոզիում ես եմ կազմակերպել, էլի, իհարկե շնորհիմ էր հիմնարկի ղեկավարությանը, թիմով իհարկե։ Հա։ Մի 4-ը Ուկրաինայի հետ, մեկը Բելարուսիայի հետ, 2-ը Բուլղարիայի հետ, մեկը Ավստրիայի։
ու դե նոր գնում ես լսում ես այդ մարդկանց, լսում ես, գրում ես, ինչ որ մի թազա բան ես տենում։ Սովորում ես, տալիս, ինչ որ տենում ես, արդեն տարիների ընթացքում կամ համաձայնվում ես, կամ չես համաձայնվում։ Չես համաձայնվում այն առումով, որ կսենք դու այդ ճամփեն անցել ես, ստացել ես էս, ինքը նորը մտե այդ ճամփեն, իրեն կարաս ուղղություն տան։ Ուզում Ֆրանսիա չեմ եղել։ Ուզում Ավստրիայում լինի, Բուլղարիայում լինի, թե Ուկրաինայում լինի։ Այդ բան չէ, էլի։ Հետո ընդից ես ինչ բերում եմ։ Իմ ոնց կանչում եմ, ասում եմ, լսեք, սենց բան կա, խաբարեք։ Սենց բան կա։ Մի հատ էլ փորձեք ընտեղ եք լիտերատուրу поднимите, էլի։ Տեսեք ինչոց է։ Այդ եմ անում ես։ Այդ եմ անում։ Համ սովորում եք, համ սովորեցնում եք։ Անպայման։ Դուք ասացիք, որ բուհ ընդունվեցիք բժշկական ինստիտուտ անժամանակ քիմիա-ֆիզիկայով, չէ, քիմիա-կենսաբանությունով։ Չէ, այն ված չկար կենսաբանություն մեր տարիքին։ Քիմիա։ Ֆիզիկա, քիմիա, ռուսկի պիսմենի։ Հիմա վերջին տարիներին, վերջին արդեն տասնամյակներում բժշկական ընդունվելը հեշտացել է։ Գուցե մի առարկայով, ավելի ցածր գնահատականներով։ Դա ընդհանուր առմամբ խնդիր չի, կրիզիս չի, որ ավարտող մասնագետները ավելի թույլ են, քան առաջ։ Ես չի ասի թույլ են։ Ինչի են թույլ։ Ջահել են։ Ոնց կարող է նոր ավարտը իմանան անգամ ինչքան ես։ Փորձի պակասից։ Ես 10 ինստիտուտ եմ անցել, չէ՞։ Այսքան տարվա մեջ։ Երեխեն նոր ավարտել է։ Ինչ բժշկական ինստիտուտում գլուխը մտցրել են, գիրկա կարծացել կամ չի կարծացել, հիմա ինտերնետն է սատկացնում։ Ինտերնետով է սա նայ, այնա նայ, եթե ունեցել է ցանկություն, եթե չի ունեցել ցանկություն։ Ինչ էլ անես։ Մեկ այլի։ Եվ ասում եմ բժշկական աղջիկները ընդունում են բաժինքի հիմա։ Օժիտի, հա, էլի, ճիշտ է, օժիտի։ Հիմա չեմ կարող ասեմ ես։ Ես միառ ժամանակ նույնիսկ դասախոսություններ կարդացի, մի տարի ու կես ամբիոնի ասիստենտն էի, հետո տեսա որ այդ մանկավարժությունը ձերը չի, պիտի ստրես լինի, որը որը ես կարամ մանկաբարձ լինեմ այսենց, կամ շատ մի հոգի լավ էլի, իսկ որ ամբիոնից ես որ լեկցիա կարդում էի, ես ունեի իհարկե գիտեի ինչի եմ կարդում եւ ինչ, բայց ասում էի ժողովուրդ ջան, ձեզ ինչն է հետաքրքրում։ Բոլոր ակուշերսկի անեստեզիոլոգիան ես գիտեմ, может быть, ոնց որ ես, այդտենց։ Հարց տվեք, հարցերից պատասխանեմ։ Գործնականում էլի պրակտիկա։ Այո, 45 րոպե, երկու անգամ 45 րոպե, որտեղ հարց էին տալի, ես որ պատասխանում էի, արդեն բացվում ես, սկսում ես շատ բաներ արդեն քո կողմից ասել։ Իսկ որ դնեմ, սկսեմ կարդալ, ձերը չի։ հայլի։